Հարգելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերությունը ուղիղ եթերում եւ արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքը։ Այսօր լրատվականի տաղավարում ձեզ համար աշխատում է Հրաց Սահակյանը եւ ես Աստղիկ Խաչատրյանը։ Ես նշեմ, որ Գյումրու այս արտահերտ ընտրությունները իրենց բնույթով շատ այսպես անկանխատեսելի բարձր ակտիվություն ցուցաբերեցին գյումրեցիները այս ընտրություններում։ Նշեմ, որ Գյումրի համայնքի ավականու արտահերտ ընտրություններին ընտրության իրավունք ունեցող 111236 ընտրողներից մասնակցել է 47452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը։ Հիշեցենք նաև, որ ընտրությունները իմ արտահերտ ընտրությունները միայն Գյումրիում չէ, որ ընթանում են, խոսենք նաև Փարաքարի տվյալների մասին։ Այս համայնքի ավականու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը։ Նշենք, որ այստեղ ընտրության հնարավորություն են ունեցել 20967 քաղաքացիներ։ Այս տվյալները նայելով պետք է ասենք, որ հավանաբար Փարաքարում եւս բարձր է մասնակիցների թիվը, որովհետեւ Գյումրիում բնակիչների թիվը բնականաբար չի համեմատվում այս ընտրողների մեր ունեցած թվի հետ, բայց եթե համեմատենք 2021 թվականի եղած թիմ ընտրությունների ցուցանիշը, ապա միանշանակ գերազանցել ենք ակտիվությամբ եւ հարկ է երևի արդեն անդրադառնալ այն տվյալներին, որոնք մեր ձեռքի տակ են։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, մենք թարմ տվյալներ ունենք թվային պատկերով, այս պահին մենք ձեզ կներկայացնենք Գյումրու 31-ի կոտորակ 43 ընտրատեղամասի արդյունքները եւ այսպես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այս ընտրատեղամասից ունի 140 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 187 ձայն։ Ապրելու երկիրը ունի 29 ձայն, Մայր Հայաստանը 17 ձայն։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն այս ընտրատեղամասից ունի 5 ձայն, Եվրադաշինքը 35 ձայն։ Դեմոկրատական այլընտրանք դաշինքը կուսակցությունը ունի 9 ձայն, մեր քաղաք դաշինքը ունի 59 ձայն եւ իմ հզոր համայնք դաշինքը ունի 35 ձայն։ Այս պահին մենք ձեզ կներկայացնենք նաև Գյումրու թիվ 31 ընտրատարածքի 65 ընտրատեղամասի արդյունքները եւ այսպես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ըստ նախնական տվյալների ունի այս ընտրատեղամասից 171 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 88 ձայն։ 20 ձայն ունի ապրելու երկիր կուսակցությունը, Մայր Հայաստան դաշինքը ունի 24 ձայն այս մեր նշած ընտրատեղամասից, որն է 3165-ը։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 4 ձայն, Եվրադաշինքը 18։ Դեմոկրատական այլընտրանքը ունի ընդամենը 1 ձայն, մեր քաղաքը ունի 60 ձայն եւ իմ հզոր համայնքը ունի 20 ձայն։ Թվային տվյալները պարզ են նաև Գյումրու 31-ի կոտորակ 02 ընտրատեղամասում, այստեղ ըստախտական արդյունքների քաղաքացիական պայմանագիրն ունի 89 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 51 ձայն։ Հաջորդիվ ապրելու երկիրը ունի 15 ձայն, Մայր Հայաստանը ունի 24 եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 3 ձայն։ Եվրադաշինքն ունի 15 ձայն, Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունն ունի 4 ձայն։ Մեր քաղաք կուսակցությունների դաշինքը ունի 35 ձայն, իմ հզոր համայնքը ունի 34 ձայն։ Թվային տվյալները հիշեցնենք, որ փոփոխվող են, որովհետև դեռ նոր տվյալներ միանշանակ ունենալու են։ Այս պահին դուք էկրաններին տեսնում եք նաև նոր թարմացված տվյալները, որը փոխանցում են մեր գործընկերները, իսկ թվային տվյալները շարունակում են թարմանալ, որովհետև դեռ բոլոր ընտրատեղամասերի տվյալները չէ որ մեզ հասու են։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, մինչև ուշ գիշեր այսօր լրատվականը կաշխատի արտակարգ ռեժիմով, թվային տվյալները դեռ կփոփոխվեն եւ մենք ես եւ Հրաչը բարբերաբար ուղիղ եթերում կլինենք ձեզ հասցնելու նոր ու թվային նոր տվյալները։ Մեր եթերային հանդիպումները այս ձևաչափով կարճ են տևում տևական առումով, որովհետև թվային տվյալները անընդհատ փոփոխվում են եւ մենք գնում ենք այդ փոփոխությունների ետևից, որպեսզի մեր հեռուստադիտողին հնարավորինս թարմ նորություններ հասցնենք։ Հետևեք Ցայք հեռուստաընկերության եթերին, կհանդիպենք։